Ինչու է Փաշինյանը գրոհում մեր եկեղեցին ու ազգային արժեքները։ Մարդ իր հայրենիքը սիրի, իր հողը սիրի։ Ես մենակ այդ կարող եմ ասել։ Դավաճանություն չեմ սիրում։ Մարդիկ դավաճանում են իրենց երկրին։ Մարդիկ վրդոված են, չեք նկատում, որ ժողովուրդը վրդոված է ամեն ինչի համար։ Սկսած գներից, օրենքներից, տրանսպորտի հարուսակիցին 150% բարձրացրեցին։ Ժողովուրդին պետք է հարգել։ Ասում եմ պիտի թոշակը ավելանա, հələ թոշակը չավելացած, արդեն գները ապրանքի հացից սկսած սաղ աճել են։ Մաքսիմալ դժվար է ժողովրդի համար։ Պիտի համ ժողովուրդին սիրես հարգես, համ եկեղեցին, հավատքը, հայրենիքը, հայը առանց եկեղեցու, առանց հավատքին դա մարդ չի։ Ես ինքս շատ եմ հարգում հայկական առաքելական եկեղեցին եւ սխալ եմ համարում վերաբերմունքը եկեղեցիների այդ բաների հանդեպ։ Փաշինյանում չնավասացնում որ նրա ոճն է դա ու շատ վատ է։ Բայց ամենայն դեպս Նիկոլ Փաշինյանը այնքան սխալ բաներ է անում, որ այնքանից էլ շատ, որ մեկ ասես, ինչու եկեղեցին ինքը նվաստացնում է, ինչն է պատճառը, ես չեմ հասկանում։ Ժողովրդին այս վիճակում գցեց։ Ծանր է ժողովրդի վիճակը, իրոք, ես թոշակ չեմ ստանում, բայց մի ամսից նոր հարց եք ստանում, թե չէ։ Նենց է արել թոշակները, ոչ ուտելու փող կա, ոչ բան կա, չգիտեմ, չեմ հասկանում, ոչ մի բան աղջիկ չեմ։ Ահա որ է ժողովրդի վիճակը, դուք չեք տեսնում աղքատությունը ինչ աշճանի, թանկությունը մի ահավոր վիճակում, էլ չեմ ասում, ես ամեն ինչ է ախր։ Ոչ մարդիկ ապրելու տեղ ունեն, ոչ փող ունեն հաց ուտելու, ոչ վարձի փող, ահա որ է։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, որտեղ եկեղեցին իմ համար սրբություն է։ Ավել բան չեմ կարող ասել։ Թող եկեղեցուն իր դերում մնա։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չունի եկեղեցու դեմ։ Այս եկեղեցու աշխատողները հավանաբար իրանց դիրքում չեն, դրա համար են այս վիճակում։ Չեմ էլ ուզում հետաքրքրվեմ նման քաղաքականություն, ոչ թե գլուխս ցավում է նման բանից։ Չգիտեմ ճիշտը որն է։ Չեմ ուզում խոսամ, որտեղ ոչ մեկն էլ բանի պետք չեն, սենց ասեմ ձեզ։ Չկա մեկը, որ խոսեմ իր մասին ու լավ կարծիք հայտնեմ։ Չկա, ոչ մի կուսակցության մեջ չկա այն մարդը, որ ասեմ կարելի է խոսալ, չկա։ Ինձ թվում է դրանք բոլորը մի կառուցվածք են, չեն տարբերվում իրարից, սենց ասեմ ձեզ։ Դրա համար չեմ ուզում հետաքրքրվեմ։ Մեր եկեղեցին կաթողիկոս է, ամենայն հայոցն է, ինքը Հայաստանի Հանրապետության է, վարչապետ։ Հիմա չեմ հասկանում, նրանք ինչ ունեն կիսելու իրար մեջ։ Պրինցիպե բան չպետք է լինի իրաց մեջ, որտեղ նրանք տարբեր դասի են։ Հասկանում եք, ոնց որ ես կանգնեմ այդտեղ, ձեզ հարցամ, դուք պատասխանեք։ Բայց այդ սախը չէ կդզվի երևի, որտեղ առանձնապես մեծ հարց չի դա։ Միշտ կաթողիկոսները ավելի բարձր են դասվել, քան թե մեր պետությունը։ Նրանք ամենայն հայոց են, մերը հանրապետությունն է, հանրային պետությունը, ով է մեղավոր այդտեղ։ Բայց մեր իշխանությունները միշտ խառն են եղել։ Ես ինձ հիշում եմ մենակ Զարոբյանին եմ հիշում։ Յակոբ Նիկիչիչը գալիս էր Վոլգայով գործի, մեր դպրոցի մոտ կանգնում էր, բանալիով դուռը բացում էր, որ մտնեն ներս։ Այդ կարգի ղեկավար ենք ունեցել։ Բայց Դեմիրճյանը Դեմիրճյանը իր համար գնաց այն բանի գտավ Նայիրի Հունանյանին։ Եկավ ասաց, թե նա է մարդասպանը։ Այն մարդ դու ինչ գործ ունես նրա հետ, նա խելքից պակաս է, տեղ չունի։ յանձ որ խոսում ես, քո ասած միշտ հասկանում ես։ Հա, Ես չեմ ջոգում։ չէ, դու ինչի մասին ես հարցում։ Ես անցար ավար։ Եղավ։ Չեմ կարողանում հասկանալ։ Ես էլ չգիտեմ, 10 հարյուրում հարցեր են, ոչ մեկը չգիտի։ Իսկապես չեմ հասկանում ինչն է պատճառը, ինչ ով է մեղավորը, ինչ է եղել, ինչ է պատահել։ Միակ բանը, որից ես գործել, դա բանն է, որ սա քաղաքում մեկ լիքը մուրացկաններ կա։ Նայում ու զարմանում եմ, լավ, այ քաղաքապետարանը, քաղաքապետը կամ նույնիսկ նախագահը, մեկ է իրենք զբաղվեն դրանով, թույլ չտա, որ մարդիկ հողովություն ուզեն, ես լավ չեմ։ Այնքան ենք հոգնել, հիասթափվել, ոչ խոսելն է փրկություն բերում, ոչ խոսելը, ոչ լռությունը, որովհետև ինքը հայ չի։
Որտեւ ոչ թե դավաճան նշանակում է ինքը հայ է, դավաճանում է, որտեւ ինքը թուրք է։ Պաշտպանում է թուրքերի բոլոր հարցերը, Ալիևի բոլոր պայմանները կատարում է։ Ոնց կարա հայը այդպես բան անի։ Որպեսզի ավելանա իր կուսակցության դերը։